Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Շարասյան ուղեկցող առաջին մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանը ազատության մեջ է եւ աշխատում է, չնայած դատարանը 3 ամիս առաջ նրան դատապարտել էր 1.5 տարի ազատազրկման։ Դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել եւ քանի որ դատավարության ընթացքում կապիտանի խափանման միջոցը կալանքը չէր, նա դեռ ազատության մեջ է։ Ազատության հետ զրույցում Սոնայի հայրը Մացակ Մնացականյանը իր մտահոգությամբ կիսվեց։ Մինչև հիմա վճիռը ձեզ չի հասել։ Կարծում եմ, որ մի տնավոր է արում ժամանակ կինոմը։ Ինքնավի դրանա ժամկետը ամսնի հետո չի։ 28-ամյա հղի կնոջ վրա երթի եւ մահվան գործով դատավճիռը հրապարակվել էր օգոստոսի 18-ին։ Մնացականյանի ընտանիքը 4 տարվա ազատազրկում էր պահանջել, մեղադրող դատախազը 2 տարի 6 ամսվա ազատազրկում, բայց դատարանը ավելի մեղմ պատիժ ընտրեց՝ 1.5 տարի։ Սոնա Մնացականյանի հոր ներկայացուցիչ փաստաբան Ռաֆի Ասլանյանը դատավճիռը դեռ չի ստացել, որպեսզի բողոքարկի։ Գուցե դատարանների ծանրաբեռնվածությունն է պատճառը, չի բացառում փաստաբանը, սակայն հավելում նույն դատավորները շատ արագ են խափանման միջոցներ փոխում այլ քաղաքական աղմկահարույց դեպքերով, իսկ այս գործը նրա պնդմամբ ձգձգում էր մինչև վաղեմության ժամկետի լրանալը, այսինքն մինչև 2027 թվականը։ Հիմա դատավորը ինչի չի փոխել բացակայելու արգելք խափանման միջոցը եւ չի կիրառել կալանք, սա կարող ենք համեմատել օրինակ Դավիթ Համբարձումյանի Մասի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործի հետ։ Տեսեք, երբ դատապարտվեց, անմիջապես փոխվեց խափանման միջոցը կալանք։ Հիմա այս երկու գործերը համադրեք եւ կհասկանաք, որ ակնհայտ երկու գործն էլ քաղաքական գործեր են։ Եվ ցավոք սրտի Սոնա Մնացականյանի վերաբերյալ գործը եւ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ գործը երկուսն էլ իշխանության ուղղակի միջամտությամբ կայացված դատական ակտեր եւ քննված քրեական գործեր են։ Սա դասական ուղղորդվող պետական ռեսուրսների օգտագործմամբ իրականացված վարույթների օրինակներ են։ Մեկը հոգուտ պետության, այսպես պետության չէ իշխանության, մյուսը բնականաբար ի վնաս, քանի որ ես ձեռնտու չի։ Սա ամեն ինչ տարվում է նրան, որ վաղեմության ժամկետները լրանան։ 3 տարի առաջ Լեո Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած վթարի ժամանակ վարչապետը եղել է Շարասյան մեքենաներից մեկում։ Սոնա Մնացականյանի հայրը այս ընթացքում շարունակ ահազանգում էր, որ իր դստերը վրա երթի ենթարկած կապիտան Արամ Նավասարդյանը բավական չէ, որ չի ազատազրկվել, ընդամենը մի քանի օր է մնացել անազատության մեջ, մինչև այս պահն էլ շարունակում է իր աշխատանքը։ Ընտրովի արդարադատություն, շարունակում է փաստաբանը ու ավելացնում. ինչ կարող է հասարակ մարդը անել իշխանական մեքենայի դեմ։ Շարունակում է ուղեկցել Նիկոլ Փաշինյանին եւ առհասարակ զբաղեցնել իր պաշտոնը։ Եվ ոչ մի իրավական քայլ հնարավոր չէ այս պարագայում անել, ինչ որ բան է։ Ոչ, իշխանական մեքենայի դեմ ինչ իրավական քայլ անենք։ Իրավական քայլերը հետագայում եվրոպական դատարանի մակարդակում են արվում, ցավոք սրտի եվրոպական դատարանի կայացրած դատական ակտերն էլ արդեն ուշացած արդարադատության օրինակներ են։ Այստեղ պարզապես պետք է իշխանությունը ունենալ այնքան բարոյականություն, որպեսզի այս քրեական գործով միջամտություն չցուցաբերեր, թույլ տար, որպեսզի օբյեկտիվ քննություն իրականացվի։ Կյանքը ցույց է տալիս, որ իշխանությունից բարոյականություն ակնկալելը ես կարծում եմ իմաստ չունի։ Դատավարության ամբողջ ընթացքում փաստաբանը պնդում էր, անհետացել են կարևոր ապացույցներ, օրինակ ռադիոկապով զրույցը, ըստ որի փաստաբանի պնդմամբ պարզ կլիներ, ով է Նիկոլ Փաշինյանի Շարասյանն ուղեկցող մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանին հրահանգել մտնել խաչմերուկ, ով է նրան ասել, որ այն պատշաճ փակ է։ Սոնա Մնացականյանի ընտանիքը պնդում է, եթե խաչմերուկը պատշաճ փակ լիներ, ապա իրենց հղի դուստրը հնարավորություն անգամ չէր ունենա մտնել խաչմերուկի վտանգավոր գոտի։ Նավասարդյանը ավելի վաղ հայտարարել է, որ չի ընդունում մեղադրանքը, թե արագությունը գերազանցել է, ինչի հետևանքով իր մեքենայի հարվածից երիտասարդ հղի կինը մի քանի մետր այն կողմ է նետվել եւ տեղում մահացել։ Նրա փաստաբանը եւս հայտարարել է, որ դատավճիռը կբողոքարկի։